շնորհակալություն հայտնեմ ես Աննային այս օրվա համար, այս լավ մթնոլորտ, լավ միջավայրը ստեղծելու համար։ Շնորհակալություն Աննա, ապրես դու։ Եվ մենք բոլորս վերջեցինք մեր տատիկներին, հատկապես նրանք, ովքեր արդեն չունեն տատիկներ, կարծում եմ այս հաղորդումը հենց առիթ կլինի վերհիշելու նրանց բարի դիմագիծը եւ այսպես երկնքից իջեցված մաղթանքները, որ միշտ հղում էին մեզ։ Շնորհակալություն Աննա ջան։ Հարգելի հեռուստադիտողներ, հուզիչ էր, բայց եւ շատ լավ տրամադրություն էր այսօր տիրում մեր տաղավարում, բայց այնուամենայնիվ ժամանակը մեր չափավոր է, եկավ պահը հրաժեշտ տալու։ Ուզում եմ, որ մենք միշտ հիշենք մեր տատիկներին եւ ընդհանրապես հիշենք մեր նախնիներին եւ լինենք առողջ ու ողջամիտ։ Միշտ հպարտանանք մեր ծնողներով եւ նախնիներով եւ հվարդ լինենք, որ հայ ենք։ Եվս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Տեսություն բարեկամներ։ Տեսություն։ Աղցան, կարտոֆիլ 400 գրամ, մալականի թթու 200 գրամ, սոխ 100 գրամ, ձեթ 50 գրամ, աղ, պղպեղ, բարեախորժակ։ Արարատյան Խոհանոցն է եթերում, հարգելի հեռուստադիտողներ, բարև ձեզ։ Հետևաբար մենք այսօր պիտի ունենանք լավ տրամադրություն, հին մոռացված կերակրատեսակներ եւ ջերմ մթնոլորտ։ Այդ ամենը մենք պիտի ապահովենք իմ հյուրի հետ։ Բարեկամներ, իմ հյուրն է մեր շատ ակտիվ հեռուստադիտող Աննա Մելքոնյանը։ Ողջույն Աննա։ Բարի երեկո, պարոն Մամուլյան, շատ լավ։ Աննա ջան, որտեղից լսեցիր, որ մենք այդ միամսյակն ենք հայտարարել տատիկի մոռացած ուտեստներն ենք ուզում ներկայացնել մեր հեռուստադիտողին։ Ես ձեր ակտիվ հեռուստադիտողներից եմ եւ հետևում եմ ձեր հաղորդումների։ Դու մեզ հետևում ես։ Այո։ Շատ լավ, Աննա ջան։ Եվ ինչ ենք պատրաստելու այսօր։ Այսօր պատրաստելու ենք իմ տատիկի ավանդական կերակուրներից մեկը՝ մարաժոյով ապուր։ Մարաժոյով ապուր։ Տատիկս իմիջայլոց շատ համեղ է պատրաստում, տեսնենք։ Շատ հետաքրքիր է, հեռուստադիտողը ինչ պատկերացրեց մարաժո լսելիս։ Ծնեբեկ, Արարատյան դաշտավայրում անվանում են մարաժո։ Շատ լավ, շատ լավ։ Եվ օգտագործելու ենք, ինչպես տեսնում ենք, սունկ, ծնեբեկ, ձու եւ մատուցելու ենք լավաշով, չէ՞։ Այո, շատ լավ։ Եվ սոուսատիկ ուտեստ է։ Այո, կիսաջրի, ուտեստ է, ամենակարևորը ավելացնելու ենք սերը։ Սերը պահենք ամեն ուտեստների համար, բոլոր ուտեստները պիտի անպայման սիրով պատրաստել։ Լավ, իսկ կա մի գործընթաց, որը դու ինձ կվստահես։ Դուք կկտրատեք սունկը, ես ծնեբեկը։ Շատ լավ։ Սունկը կտրատում ենք կիսալուսնաձև։ 5-ից 6 մմ հաստությամբ։ Այո։ Այսինքն նոր անվանում Մարաժո, Արարատյան դաշտավայրում։ Իմիջայլոց հատկապես Արաքս գետի ափին շատ է։ Իմիջայլոց Արաքս գետի ափից եմ բերել մարաժոն։ Ահա, դե պարզ է արդեն, պարզ է։ Մեր Արաքս գետի համեղ։ Ես պիտի հարցնեմ այնուամենայնիվ, դու հենց հիշում ես, թե ոնց էր պատրաստում տատիկը, պատրաստելիս ինչ-որ մի արարողություն, ինչ-որ մի հետաքրքիր դեպք կամ մի բան մնացել է հիշողությանդ մեջ։ Տատիկս մարաժոն պատրաստում է հատկապես իր թորնիկների համար։ Պատկերացրեք, հյուրերին այդքան չի հյուրասիրում, որովհետև իր թորնիկների սիրելի ուտեստն է։ Բայց դա ավանդույթ է արդյոք Արարատյան դաշտավայրում, որ ամենալավ ուտեստները հենց թորնիկների համար է, այլ ոչ թե հյուրերի։ Ինձ թվում է բոլոր տեղերն է դա ավանդույթ։ Ես որտեղ որ ծնվել եմ, իմ բնակը, իմ այդպես ծննդավայրը Վրաստանի Լոռու բնաշխարհն էր, մեզ մոտ ամենալավ բաները պահում էին հյուրի համար։
ոչ, մեզ մոտ ավանդույթ է, որ ամենալավ բաները երեխաներն են համտեսում։ Շատ լավ, շատ լավ։ Ես իհարկե կարծիքս չեմ փոխի իմ տատիկի նկատմամբ, բայց այնուամենայնիվ տարբեր այսպես ընկալման այստեղ մենք ունեցանք մի վիճակ տարբեր ընկալումների։ Այնուամենայնիվ հետաքրքիր է։ Կարակը դնենք, հա։ Ավելացնենք կարագը։ Կարակն ու սունկը միասին երևի։ Իսկ ահա այ մեզ մոտ կարակը ամբողջությամբ կլցնեին։ Չգիտես ինչու Արարատյան դաշտավայրում մի քիչ այսպես ավելացրեց։ Սունկը դրենք։ Սունկը։ Իհարկե բոլոր այդպես կարծիքները, որ հիմա հնչեցին, կատակեր, բարեկամներ, բնական է, որ մեր տատիկները չէին կարող չհիշել կամ չանցալ մեր հյուրընկալման հազարամյա այդպես հյուրընկալման մշակույթին եւ հյուրի համար շպահեին համեղ ուտեստներ։ Պապիկի կողմից։ Ես ձուն պատրաստեմ։ Այո, իմիջայլոց մեր մարաժոն միշտ պապիկն էր բերում Արաքսի ափից։ Պապիկներ բերում ու վստահում էր տատիկին, որ պատրաստի։ Այո, միանշանակ։ Տեսնենք որքանով կստացվի ճիշտ պատրաստել։ Դու Եվ արդյոք Հիմա տատիկի պիտի զարկ պատրաստածի պես համեղ կլինի։ հիմա պիտի զարկ տաս քո հիշողությանը, Աննա ջան, որ կարողանաս պատրաստես այնպես, ինչպես պատրաստում էր տատիկը։ Իմիջայլոց ես նախնական զրույցում լսեցի, որ պատրաստվում ես ամուսնանալ։ Այո, Եվ շատ լավ կնի։ Գիտես, որ մարաժոն, ինչպես դու ես ասում, ինչպես ասում են Արարատյան դաշտավայրում, ծնեբեկը նաև արքայական եւ տղամարդու բույս է կոչվում։ Չգիտեի։ չգիտեի։ Արքայականը գիտեի, իսկ ինչու տղամարդու։ Որովհետև շատ օգտակար է տղամարդկանց։ Իսկ կանանց։ Կանանց օգտակար է, բայց ոչ այնքան։ Ինչքան որ տղամարդկանց, որովհետև շատ ծնեբեկ ճաշակելուց հետո, այնտեղ կարծեմ 2 թե 3 ամիս է, ծնեբեկ ճաշակած տղայի առաջնեկը լինում է տղա։ Հաճելի է։ Հաճելի է, չէ՞։ Իհարկե։ Իսկ ինչ է, ուզում է իրենց տղա լինել ձեր առաջնեկը։ Ոչ աղջիկ։ Ծնեբեկ չտաս, ամուսնուտ։ Գոնե առաջի տարվա մեջ։ Խորհրդին։ Ավելացնենք ծնեբեկը։ Այո։ Քո բոլոր պլանները կխախտվի հենց ծնեբեկ տվեցիր։ Անպայման ձեր խորհրդին հետևելու եմ։ Այո, ես իհարկե ուզում եմ, որ դու նախ եւ առաջ լավ ուտեստ պատրաստել սովորես։ Գիտես ինչու։ Ինչու։ Որտեղ նշված է, ասված է, չգիտեմ որ գրքում։ Կարծեմ մի հատ ասամանցի պիտի ասած լինի, որ տղամարդու սերը անցնում է ստամոքսից դեպի սրտի աջ փորոտիկ։ Իմիջայլոց ձեզնից շատ համեղ բաներ պատրաստել եմ սովորել, այո։ Ուրեմն հաջողությունը Ավելացնենք մի փոքր ջուր, պարոն Մամուլյան։ մի փոքր ջուր, խնդրեմ։ Ընթեք, շնորհակալ եմ։ Մի փոքր էլ, հա։ Մի փոքր էլ։ Այո, որտեղ շատ ենք սիրում ես։ Այո։ Այո։ Համքեղ պիտի կտրատեինք, չէ։ Այո։ Ցանկանում եմ ես կտրատել։ Խնդրեմ, Աննա ջան։ Բարեկամներ, այս process-ը, որ մենք արդեն նախաձեռնեցինք, այսինքն այն տեխնոլոգիական process-ը, որ պահանջում է ժամանակ, մեզ թույլ է տալիս ընդմիջվել 3-4 րոպեով։ Ահա, Աննա ջան, արդեն կարծում եմ պիտի որ պատրաստ Մեր լինի։ ապուրը արդեն պատրաստ է, բայց մենք պետք է նախապես համեմենք։ Համեմենք։ Աղով։ Այո։ Ավելացնենք սև պղպեղ։ Այո։
Մի փոքր էլ պղպեղ ավելացնենք։ Եվ ձվին ավելացնում ենք մի փոքր սոուս, մեր ապուրի սոուսից։ Հիշեմ, թե ինչպես էր պատրաստում տատիկս։ Շատ լավ։ Այսինքն ձվածեղատիպ պիտի չլինի։ Այո։ Ձուն մակարդված այդպես կտորներով, հա։ Այո։ Մի փոքր ավելացնում ենք ձվին համեմ։ Իսկ մյուս մասը ավելացնում ենք մեր ապուրի։ Խնդրեմ։ Շատ լավ է բուրում իմիջայլոց։ Իսկ կա հիշողություն։ Նման է, հենց այդպես պիտի բույր լիներ։ Կարծես թե ստացվում է։ Դե գնացինք։ Ահա, ավելացնենք ձուն։ Խառնենք։ Ինչպես տատիկն էր անում։ Մինչ այսպես լարված եւ հոգատար այդպես պատրաստի Աննան ուտեստը, նորից հիշեցնեմ, որ պատրաստեցինք մարաժոյով սոուս, այսինքն սունկ, ծնեբեկ տապակեցինք միասին, կարագի մեջ այնուհետև ձուն հարեցինք, մի քիչ համեմ ավելացրինք, համեմեցինք ուտեստը աղով պղպեղով եւ համեմի սեր վերջում եւ արդեն պատրաստ է։ Բայց պարոն Մամուլյան, պետք է այնպես անել, որպեսզի ապագա ամուսինը չտեսնի այս եթերը։ Այո։ Միգուցե ինձանից գախնի ծնեբեկ փորձի ուտել։ Դա կարծում եմ արդեն դու չես կարող այդպես հսկողության տակ պահել։ Եթե ինքը ցանկանա, պիտի ուտի։ Այս ապսեի մեջ էլ հենց կմատուցեն։ Կարծես թե մեր ապուրը պատրաստ է։ Մի քիչ համեմի սեր, այսպես տեսնենք։ Ահա։ Կրակից վերցրինք։ Վերջ։ Շատ լավ է բուրում։ Նման է տատիկի պատրաստածին։ Այո։ Ահա։ Այո, իրոք որ շատ լավ բույր ունի եւ պիտի մատուցել նաեւ Մեր ավանդական լավաշիկներով։ տապակված համեմված լավաշներով, շատ լավ էր, շատ հիանալի, բարեկամներ հիշեցնենք մարոժոյով սոուս պատրաստված Աննայի կողմից։ Աննա ջան, եթե դու ցանկություն ունես մեր հեռուստադիտողների, խնդրեմ կարող ես արտահայտվել։ Սիրելի հեռուստադիտող, դուք էլ կարող եք արձագանքել եւ մասնակցել, պատրաստել ավանդական տատիկի կերակուրները։ Առողջ ու երջանիկ եղեք։ Ապրես դու հարգելի հեռուստադիտողներ, այո, տատիկի ավանդական ուտեստները պիտի պատրաստեք, ոչ թե ավանդական տատիկի, ավանդական տատիկները միշտ ավանդական են մեր բոլորը։ Եվ ուզում եմ ձեր անունից եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Աննային, այո, հատկապես երիտասարդ մեր հեռուստադիտողները կարող են, եթե հիշում են, եթե ուզում են վերականգնել այն լավ օրերը, հիշեն այն լավ բարի օրերի մասին եւ պատրաստել իրենց տատիկի ուտեստները, համեցեք, մենք բաց ենք ձեր համար։ Շնորհակալություն, ապրես դու։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօր պատրաստել էինք այսքանը, չէ՞ լավ չէ։ Բարեկամներ, այսօր համար նախատեսել էինք այսքանը, ցավոք սրտի եկավ ժամանակը հրաժեշտ տալու, հրաժեշտի տարած, ինչպես միշտ ուզում եմ, որ մենք լինենք միասին, լինենք առողջ եւ ողջամիտ, հպարտանանք հայ լինելու համար եւ ունենանք համբերություն։ Եվս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ցտեսություն բարեկամ։ Սնկով ապուր, սունկ 300 գրամ, ծնեբեկ 1 կապ, ձու 1 հատ, կարագ 30 գրամ, աղ, պղպեղ, բարյախորշակ։